Նարեկ Կարենիչ նոր տեսավ, որ հայտարարում եք, որ ընտրությունների արդյունքները ուզում եք վիճարկեք, ուզում եք արդարացնեք, հա, ձեր մանդատ վերցնելը։ Իդեպ ասեմ, ընտրությունների արդյունքների վերաբերյալ կան զեկույցներ եւ բոլորը ճանաչել են մեր ընտրությունները, այդ թվում նաեւ Էսենգեն, իսկ նման խոսույթ օգտագործում եք դուք եւ ռուսական հերոստալիքները, ինչը իմ համար մեծ հաշվով նույն բանն է։ Իդեպ, որ որոշել եք դիմեք համադրական դատարան եւ իսկ կարող է դիմեք բաժանված փողերն էլ հետ պահանջեք։ Հա, մի բան էլ, որ ասում եք Ալիևի թևեր եք ինչ որ գտել, ինչ որ հերթական ստերն եք խոսում, իսկ 300,000 ադրբեջանցիները գալու են։ Ինչ եղավ այդ 300,000 ադրբեջանցիների թեման։ Դուք այս թեմայի համար պատասխան եք տալու։ Այս ստի համար կալուգացի հոպարդ եւ դու եւ բոլոր են մարդիկ, ովքեր խոսել են սրա մասին, պատասխան են տալու։ Հենց որ բարի գալուստ ազգային ժողով։ Ես տենց է գիտեի, որ դուք մանդատները վերցնելու եք եւ ինչ եք ունենալու 10 օր հետո 29 մանդատ, ոչ մի ավել բան։ Սենց գլխին 5000 փող եք տվել, դրա համար էլ նորմալ ձայն չեք հավաքել։ Այ որ մարդկանց ոչխարի տեղ չդնեիք ու գլխականապով 5000 փող չբաժանեիք, կարող է եւ ծրագրերով լավ բաներ խոստանալով մի անցուղի քշեմ հաղթահարեիք։ Էդման Մարուկյանը ստիպում է խոսել այս մասին, որովհետև Ծարավաղբյուր թաղամասում, որտեղ բնակվում է նա եւ որտեղ կա ընդամենը 1 ընտրատեղամաս եւ այդ թաղամասում կա 2296 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացի եւ այս ընտրություններին մասնակցել է 1573 բնակիչ։ Գիտեք Էդման Մարուկյանին քանի հոգի է տվել իր վստահության քվեն 18։ Դե իր ձայնն էլ հաշված կամ հանած 17, որովհետև նա էլ է ընտրել հենց այդ նույն ընտրատեղամասում։ Տեսնես ինչու չի խոսում այս մասին։ Կարող է ամաչում է, որ ժողովուրդը կասեն, որ նույնիսկ իր սեփական թաղամասում չի ստացել բարձր վստահության քվե։ Փոխարենը թողնես օր ու գիշեր աղաղակի են մասին, թե բա Նիկոլ Փաշինյանը ամեն ընտրատեղամասում ինձանից մի ձայն գողացել է։ Լուրջ, կատարյալ ախմախություն եւ սիրուն չի, Էդմոն ջան, հեչ սիրուն չի։ Ասում եմ հունիսի 12-ին ուժեղ Հայաստանը դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, որպեսզի չեղյալ համարի ընտրության արդյունքները մեկ էլ վերահաշվար կարվի քաղաքացիական պայմանագրի ձայների։ Մա եթե չեղյալ եք ուզում համարել ընտրության արդյունքների իմաստը որն է վերահաշվար կկատարելու, կամ եթե վերահաշվարկ եք ուզում իմաստը որն է մեկ ուժի ձայները վերահաշվարկելու, որովհետև բոլորին է վերահաշվարկելու արդյունքում ապարզ դառնում քանի տոկոս է հավաքել։ Հետևաբար խառնեք ժողովուրդ ջան եւ հարգելի քաղաքացիներ, ոչ ընտրակաշառք վերցնողներ, այլ բոլոր նրանք, ովքեր հավատացել են ուժեղ Հայաստան դաշինքի, այսպես ասած, անբագորգոր պլաններին, ես կարծում եմ նրանք դաշտ են նախապատրաստում, որպեսզի բացատրություն տան, թե ինչու նրանք վերցրեցին մանդատները, չնայած հայտարարում են, որ ընտրությունները լեգիտիմ չեն։ Ընտրություններում բացահայտեցինք մի շարք նոր մեխանիզմներ, երբ որ քաղաքացուն ձևական առումով գրանցում են որևէ կազմակերպությունում եւ այդ կազմակերպության գրանցման ուժով քաղաքացին ստանում է աշխատավարձ, բայց որևէ աշխատանք փաստացի չի կատարում եւ գրանցելու նախապայմանը հանդիսացել է այն, որ տվյալ քաղաքացին իր ընտանիքի անդամների հետ պետք է մասնակցի ընտրությանը եւ քվեարկի այս կամ այն կուսակցության օգտին։ Հետևաբար սա մենք դիտարկել ենք ընտրակաշառք, քանի որ դա նոր մեխանիզմ է ըստ էության եւ դա լիովին տեղավորվում է հանցակազմի հատկանիշների մեջ։ Դա ընտրակաշառք է։ Այո։ Եթե քաղաքացին չի հաճախել աշխատանքի, որևէ գումարի դիմաց որևէ ծառայություն չի մատուցել, որևէ աշխատանք չի կատարել եւ դրա պայմանը աշխատանքի ընդունվելու պայմանը եղել է քվեարկել կուսակցության օգտին, մասնակցել ընտրություններին եւ քվեարկել կուսակցության օգտին, ապա դա համարվում է ընտրակաշառք։ Կարող քաղաքացիական պայմանագիր այստեղ 0 ձայն ունենալ։ Այո, աղջիկ ջան, այս ճյուղը լավ այդ որ ուժերն էլ 300 ցենտար է, չգիտեմ ինչ։ Այս ճյուղը Սան Նիկոլական են, ոնց կարող զրո։ Հա, նո, եթե մեծ են իմն է, ոնց կարող զրո լինել։ Խնդրեմ ասեք ում եք ընտրել հունիսի 7-ին։ Հունիսի 7-ին ընտրել ենք Նիկոլ Փաշինյանին։ Իսկ ինչպես եք վերաբերվում, որ ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ հենց այս գյուղում քաղաքացիական պայմանագիրը ստացել է 0 ձայն։ Դե դա իրանց հերթական խաբուսիկ բան է, որ իրանք վստահում են, թե կարող է իրենք անցնել եւ ոչ թե ԿՊԱ-ական, բայց շատ սխալվում են, որովհետեւ ժողովուրդը հավատում է Նիկոլ Փաշինյանին, վստահում է իրեն եւ բոլորս պետք է վստահենք իրեն, որ հանուն խաղաղության, հանուն մեր բարօրության համար։ Իսկ դուք որպես քաղաքացի ո՞նց եք վերաբերում, որ առանց ամաչելու այդ տեսակ սուտ ընտանիքում։ Դա այն տեսակցություն է, որ հնարավոր չէ, որ իրենք կարողան հաստատել, որովհետեւ մեր գյուղը լավ մեծ գյուղ է, ահագին ընտրողներ ունի
եւ դա բացառում է, որ 0% ձայն հավաքել Նիկոլ Փաշինյանը։ Դա բացառում է, դա սուտ է, աբսուրդ է։ Գոհ եք կառավարության աշխատանքից։ Շատ, հենց այն փաստով, որ ստանապանները մաքուր, շատ բայ այդքան ապահովագրություններ, այդքան բուժօգնությունները, որ մի լավ, այնքան ապանն արել, մոնակ մեր գյուղի համար, դա լրիվ ժողովրդի համար, ոնց կարող բաց լինի։ Ինչ ուզում են ասել, մեկ է ուժեղ Հայաստանը չի հաղթելու է Նիկոլ Փաշինյանը։ Թող հենեն վերև, իշնեն ներքև, վերև ասած ներքև մենք։ Ընդդիմադիր ուժերը պնդում են, որ այս գյուղում քաղաքացիական պայմանագիրը 0 ձայն է ստացել։ Ինչ է կարծում, դա ճիշտ է։ Հնարավոր չի դեսնալ։ Իսկ իրենք բարձրաձայնում են, որ 0 ձայն, եւ որ ստում են։ Ոչինչ ասել չեմ կարող, բայց իրոք դա հավանական չի։ Նման բան լինի, որ 0% լինի։ Անհավանական է 0 ձայնը, ոնց կլինի, որ դելետոր այդ բան հնարավոր կային իրանը։ Հավաքին էլ տեսել եք, որ վարչապետը եկել էր, այստեղ ինչքան մարդ։ Հա, բավական հավաք չէ, հատկապես մեր ճողապետը շատ օրինապահ կառավարող համայնքապետը հնարավոր չէ, որ 0 ձայն հավաք։ Որ պետք է պարտադիր ինքը լես։ Եք մեր ընտրությունների արդյունքներից։ Այո, ինչու՞։ Նորմալ անցավ, հանգիստ խաղաղ, ոչ մի ավելորդ բան։ Շատ գոհ եմ։ Ռադելն է տանստից։ Ու մասին է խոսքը։ Տաշիր Սամոյի մասին է խոսքը։ Հա, հենց Տաշիրի մասին է խոսքը, հենց մնացածների մասին։ Ռադելն է տան խելոք մնան։ Գոհ եք մեր ընտրությունների արդյունքներից։ Շատ։ Ինչու՞ գոհ եք մեր ընտրությունների արդյունքներից։ Այո։ Որտեղ գոհ եմ այնքանով, որ ես նախկինում իրանց չէի ընտրել, այս անգամ դիտավորյալ ընտրեցի, որպեսզի այս բանը այդ քարոզը հակադարձեց իմ վրա, էլի ես դրա համար իրանց ընտրեցի, բայց նախկինում չէի ընտրել։ Ընտրությունների արդյունքներից։ Ես շատ։ Գոհ եք։ Այո։ Ինչ ակնկալիքներ ունեք կառավարությունից։ Ակնկալիքներ կան ակնկալիքներ, տեսնենք ընթացքը ցույց կտա։ Չեմ կարող այսպես որևէ բան ասել, որովհետև երկրի վիճակը խառն է, բայց ակնկալիքներ ունենք դեպի լավը։ Մեկ հարց գոհ եք մեր ընտրությունների արդյունքներից։ Հա, շատ գոհ եմ, հա։ Ընտրությունների արդյունքներից։ Շատ գոհ եմ, շատ դժգոհ։ Որովհետև արդար չէր։ Ինչը արդար չէր։ Ըստ ձեզ։ Որ տարբերակը կլիներ արդար։ Դե որովհետև ես Փաշինյանին եմ ընտրել, գոհ եմ։ Գոհ եք մեր ընտրությունների արդյունքներից։ Այո։ Գոհ եք մեր ընտրությունների արդյունքներից։ Այո, կներեք, ես զբաղված եմ ներեցել։ Ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի շնորհավորել ընտրությունների առիթով եւ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը, ինչպես եւ նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու, նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը այն տրամաբանության, որ պետությունը մարդու քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը ապահովելու միջոց է եւ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Կարծում եմ հիմնական տրամաբանությունը ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների եւ անելիքների եւ դրա համար այս բոլում կարեւոր է նախորդող շրջանը ամբողջապես վերլուծենք, հասկանանք ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք եւ որտեղա որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում եւ պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ Նաեւ նոր գաղափար եմ առաջարկել, որ գուցե ի տարբերություն նախորդ ծրագրերի մեր առաջիկա ծրագրում մենք ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ, որոնք այնուամենայնիվ որովհետև մեր ծրագրերը եւ նաեւ միջոցառումների ծրագրերը նախ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել եւ չի լինելու այնպիսի ծրագիր, թե նախընտրական, թե կառավարության, որ 100%-ով իրականացվում է։ Այդպիսի բան ուղղակի ի բնե հնարավոր չի։ Սրա համար շատ կարեւոր է, որովհետեւ հանգամանքներ են փոխվում, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, առաջնահերթություններ են փոխվում, բայց կարծում եմ կարեւոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ, ինչպես օրինակ նախորդ կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է եւ մենք կենտրոնացած, գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա եւ արդյունք արձանագրեցինք։ Հիմա ես կարծում եմ, որ պետք է ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ, եթե այդ ժանրը պարզվի, որ կարող է գոյություն ունենալ, որպեսզի ամենօրյա աշխատանքում մենք հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ։ Նաեւ հաշվի առնելով կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգի գոյությունը, որտեղ այդտեղ արդեն մյուս կողմից արդեն առաջնահերթությունների ընթացիկ ցանկ սահմանելու պրակտիկա ենք որդեգրել, բայց այս անգամ կարող ենք նաև ի սկզբանե էլ փորձել դանել, չբացառելով ընթացիկ միշտ կարգաբերումները, որտեղ մենք այն գլխից ենք պայմանավորվել դեռ 2018 թվականի ռազմավարություններ ընդունելուց, որ մենք պետք է հասկանանք, որ ռազմավարությունը ինքը տենց սեպագիր արձանագրություն չէ, այսինքն ինքը կյանքի փոփոխության հետ մենք պետք է իրան անդադ ճկուն պահենք, որպես ինքը նաև զարգանալու, կյանքից վերցնելու հնարավորություն ունենա։
Այնպես որ այո, նոր փուլ է գալիս, բայց այդ նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունն է, որ դա աշխատանքի ընդամենը շարունակությունն է, որը պետքա դարձնենք ավելի արդյունավետ։ Եվ այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք։ Քննարկում ենք հարց համար 29-ը թարմ, պտղի, խաղողի, գինու, շշալցված բրենդի եւ հանքային ջրի արտահանման աջակցության միջոցառումը հաստատելու մասին հարցազեկուցող էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյան։ Համեցեք, պարոն Խոջոյան։ Շնորհակալություն։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ կառավարությունը հաստատեց Հայաստանից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ լոլիկի, պղպեղի, ելակի եւ ծաղկի արտահանման աջակցելու միջոցառումը, որի նպատակն էր նպաստել արտահանման շուկայի դիվերսիֆիկացմանը եւ մատակարարման նոր շղթաների ձևավորմանը։ Այս համատեքստում սույն նախագծով առաջարկվում է հաստատել նույնաբովանդակ երկրորդ միջոցառումը ծիրանի, սալորի, կեռասի, հանքային ջրի, գինու եւ բրենդի արտահանումը խթանելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հունիս ամսվա ընթացքում արտահանում իրականացնող տնտեսվարողներին տրամադրել փոխհատուցում հետեւյալ չափով. ծիրանի 1 կիլոգրամի համար 200 դրամ, սալորի, դեղցի եւ նեկտարինի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 250 դրամ, կեռասին 400 դրամ, շշալցված խաղողի գինու յուրաքանչյուր 1 լիտրի համար 350 դրամ, շշալցված բրենդի յուրաքանչյուր 1 բացարձակ լիտրի համար 830 դրամ եւ հանքային ջրի համար 150 դրամ։ Ինչ վերաբերվում է պատերազմի եռագլուխ կուսակցությանը, ես վստահ եմ առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկը խորհրդան անցնելու շեմը չէր հաղթահարի։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ այստեղ տեղի ունեցածի մեջ նաև դատաիրավական համակարգի պատասխանատվությունն է, որովհետեւ նախորդ ընտրություններում ընտրակաշառք տվածները ոչ միայն բանտում չեն, այլև այս process-ում էլ շարունակել են իրենց գործունեությունը եւ դատաիրավական համակարգը պետք է հանրությանը պատասխաններ տա։ Եվ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխան, ինչի է ֆինանսավորում ընդհանրապես դատաիրավական համակարգը, եթե հանցագործները շարունակում են փողոցներում ոչ միայն պատտվել, այլև իրենց հանցագործությունները շարունակել։ Եվ այս մեկնաբանություն անել, ես գիտեմ, որ հապկից հեռացման մեխանիզմ կա, այո, գործում է, եւ եթե անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել, մենք ստիպված կլինենք այդ որոշումը ընդունել իգիտություն, ուրիշ բան անելու չունենք։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո բարձվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է խախտումներին, ուրեմն ես գիտեմ մի բան, քաղաքացիական պայմանագիրը ստացել է 100%-ով օրգանիկ քվե։ Այն մյուս ուժերը ստացել են 100%-ով ընտրակաշառքով քվե, առնվազն միջև այն շեմը, որը պետքա կարող է իրանստանեցիներին փող չեն տվել, չնայած էլ եմ կասկածում։ Կարծում եմ դե իրանստանեցիները փողի նույնիսկ զավակներին մեծ բաներ չէ, բաժնեմասեր ընտրություններից առաջ փոխանցվեց, դերևս մտավախություն ունենալով նրանք կքվեարկեն, թե չեն քվեարկի։ Առանց փողի նրանց օգտին ոչ մեկ չի քվեարկել։ Ոչ մեկ, բացարձակապես ոչ մեկ։ Նրանք խախտումներ, այո, եղել են, որոնք ազդել են ընտրությունների արդյունքների վրա, որովհետև այդ իրեկուժը ընտրությունների խորհրդան մտնելու շեմը պետքա չհաղթահարեն։ Հիմա էլ քննարկում են, ասում են մանդատները վերցնենք, թե չվերցնենք։ Անկեղծ ասած, եթե չվերցնեն, գոնե 100% լեգիտիմ խորհրդարան կունենանք։ Դե չէ, տենց ստիպված ենք լինելու տեսնել խորհրդանի ամբիոններին փողի կալոդներ փռած, որոնք որևէ այլ քաղաքական արժեք չունեն։